Պարոն Չալաբյան, ձեզ հետ զուգահեռ նաև ԶԼՄ-ներն են իրենց աշխատանքը իրականացնում, դուք որպես դիտորդական առաքելություն կատարող, այսպես ասած, ինչ խախտումներ եք արձանագրել, որովհետև հայաքվե նախաձեռնությունը տեսնում ենք պարբերաբար տեսանյութերով ահազանգում է, արձանագրում է խնդիրները, ինչ խնդիրների եք հանդիպել, որոնք, այսպես ասած, կարող են խնդրահարույց։ Ես ասում, խնդիրների մի քանի խումբ կա, որը մենք տեսնում ենք, խնդիրների մի խումբը պայմանավորված է ընտրատարածքների փոքր չափերով եւ անհարմարությամբ բերում է կուտակումների առաջացման։ Եվ կուտակումների առաջացումը որպես այդպեսին բնականաբար խանգարում է ընտրողների ազատ կամարտահայտությանը, որովհետեւ մինչև վերջ չես հասկանում այդտեղ ինչ է տեղ ունենում։ Խախտումների երկրորդ խումբը պայմանավորված է նրանով, որ քվեարկության գաղտնիությունն է խախտվում, երբեմն գիտեք ոնց է բաց մինչև վերջ բաց չի, բայց ավելի շուտ ասենք տեսանելի է, հանձնաժողովի անդամներն են երբեմն միջամտում, երբեմն վստահված անձիկ են միջամտում տարբեր ուժերի, բայց մասնավորապես իշխող ուժի, եւ դա էլ է խնդրահարույց չէ, ասի որ դա մասսայական բնույթակրում, բայց մենք մի շարք դեպքեր այդպեսի արձանագրել ենք։ Խնդիրներ կան, որոնք կապված են նրա հետ, որ օրինակ քվեաթերթիկ երբ որ դրվում է ծրարի մեջ, մարդիկ անփորձ են մինչև վերջ, չգիտեն, որ պետք է նես դնել ծրարի մեջ, որպեսզի ծայրը դուրսը լինի, որպեսզի կարողանան դրոշմանիշը կպցնեն։ Ասենք դեպքեր ենք տեսել, երբ որ այդքան էլ հաջող չեն դրել, երբ որ փորձում են ուղղել ճղվելուց հետո անվավեր են հայտարարել դա եւ այլն, որովհետեւ ընտրական իրավունքի խախտում է։ Տեսել ենք դեպքեր, երբ որ մարդը գալիս է իր անձնագրով, ասենք օրինակ տեսեք անձնագրի ժամկետը եթե լրացած է, դա հիմք չի նրան մերժելու քվեարկությանը մասնակցելու, բայց հանձնաժողովի նախագահը կոնտրատարածքներից մեկում մերժել է թույլ տալ մասնակցելու։ Այլ դեպքում քաղաքացին եկել է ռուսական անձնագրով, բայց բավարար ժամանակ 1 տարուց ավել գրանցված է Գյումրիում, ելի հանձնաժողովի նախագահը ապօրինաբար թույլ չի տվել, որ նա իր ընտրական իրավունքը իրացնի, այսինքն այդպիսի դեպքերն են ականատես լինում։ Առավել խնդրահարույց է մեր տեսանկյունից որոշակի ուղղորդումը, դա մի քանի տեղամասեր մենք տեսել, այնպես չի որ ամենուրեք դա տեսել ենք, բայց դա մենք տեսել ենք, ես մի քանի անգամ արդեն ասել եմ, կրկնվում եմ գուցե, բայց առավել տենց ընդգծված տեսել ենք 69 եւ 70 տեղամասերում, բայց տեսել ենք նաեւ օրինակ 0.4 տեղամասում, տեսել ենք 0.5 տեղամասում, տեսել ենք 0.1 տեղամասում, երբ որ քաղաքացիներն ինչ-որ մեքենաներ են բերում, գնում են էլի են բերում եւ այլն, նույնիսկ այդպեսի մի մեքենա մենք լուսանկարել ենք, որը ենթադրել է տալի, որ քաղաքացիների կամքի վրա որոշակի ներգործություն գործում։ Պարոն Չալաբյան, այս թվարկված դեպքերը ըստ ձեզ որևէ արձագանք կամ որևէ տույժ ունենալու են վերջի։ Տեսեք, արձագանքողը եւ տույժ նշանակողը ի վերջո պետք է լինի կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ պետք է լինեն իրավապահ մարմինները։ Իդեպ դուք ասիք, ես մի խախտման մասն եմ ուզում նշել, մեր էջերի վրա մենք հատուկ արձանագրել ենք, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր Facebook-ի պաշտոնական էջին, ինչպես նաև մի շարք քաղաքացիական պայմանագրի քարոզիչներ ակնհայտորեն խախտում են լրության օրվա եւ քվեարկության օրվա, այսպես ասած, մորատորիումը, սահմանափակումը քարոզչությունը արգելված է, իրանք ակնհայտ ընդգծված քարոզում են, որը եւս մեր տեսանկյունից անթույլատրել է։ Հիմա տեսեք, մենք այս ամբողջը հավաքագրում ենք, այս ամեն ինչը կա եւ մեր Telegram-ի ալիքի վրա, եւ մեր YouTube-ի ալիքի վրա, եւ մեր Facebook-ի էջի վրա, այս ամեն ինչ կհամախմբվի եւ կներկայացվի կենտրոնական ընտրական հանձնաժողով, բայց այն դեպքերը, որոնք մեր տեսանկյունից նաեւ հանցանքի տարեր են պահանջում, օրինակ քաղաքացու ընտրական իրավունքին ակնհայտ խոչընդոտելը, հա, նա դրա հիման վրա կարող է նաեւ հաղորդումներ տվել հանցագործության մասին։ Մենք այդ ամենը կանենք, հուսով ենք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամենալրջությամբ դրան կվերաբերվի, բայց մյուս կողմից իրենց փոխարեն չեն կարող դա որոշել։ Պարոն Չալաբյան, իսկ ըստ եթե տեղեկ եք, մեզ օգնեք եւ մեր հեռուստադիտողին եւս ասեք, ինչ չափի վարչական տուգանքներ կամ ինչ ձևով են դրանք պատժվելու ներողություն կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից։ Տեսեք, նայած ինչը, խախտումներ կան, որոնք վարչական տուգանք են ենթադրում, բայց խախտումներ կան, որոնք նաեւ քրեական պատիժ են ենթադրում։ Օրինակ, եթե քաղաքացին իսկապես եկել է, որ ընդհանրապես ասած ես, քրեական օրենսգրքի 210-ից մինչև 224 հոդվածները վերաբերում են ընտրական գործընթացի առավել, այսպես ասած, կոպիտ խախտումներին։ Օրինակ, քաղաքացու ընտրական իրավունքին բացահայտ խոչընդոտումը, հա, օրինակ, հայո, կամ օրինակ ընտրակաշառք ընդրում եւ
ընտրակաշարք վերցնելն է քրեորեն պատժելի եւ տալն է քրեորեն պատժելի ցավալի է միջած ասեմ ձեզ, որովհետեւ դա բերման է, որ երկու կողմերն էլ փորձում են դա թաքցնել, հա, վերցնողն էլ է թաքցնում, տվողն էլ է թաքցնում, շատ դժվար է պարզել ընտրակաշարքը։ Մի կոնկրետ դեպք կա, երբ մենք կասկած ունենք, որ ընտրակաշարքը բաժանվում, բայց դա արվում է փակ դռների հետևը, դու չես կարողանում մտնես, որպեսզի կարողանաս դա արձանագրես։ Դե չասեմ, որովհետև ընդհանրապես կասկած է, եթե հավաստի փաստեր ունենայինք լուսանկարվածելներ, բնականաբար չէի վարանի ասել, բայց ցավոք, քանի որ դա տեղի ունենում փակ դռների հետևը, ապա մի արժեք չես կարող պնդել, որ դա տեղի ունեցել, հա, բայց լուրեր են պատտվում, մարդիկ են մտնում դուրս գալիս, բայց չես կարողանում ինչևէ վերջ դա արձանագրել, ընդհանրապես ասած ասեմ ձեզ, որ դա նաև ոստիկանության պարտականությունն է, մտնել, հետամուտ լինել եւ այլն, հա, համոզված եմ, որ եթե դա անդիմադիր ուժ արած լիներ, անդիմադիր ուժ, ոստիկանությունը դռները ջարդելով կմտներ ամեն ինչ կպարզեր։